Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Աբովյան Թոքն է եւ ես Արման Աբովյանը։ Արդեն երրորդ հաղորդումն է եթերում եւ անչափ շնորհակալ եմ ձեր հետադարձ կապի համար, ձեր նամակների համար, ձեր խոսքերի համար, ձեր մտքերի, ձեր կարծիքների համար։ Շատ կարեւոր է, որ մեր այս նախաձեռնությունը, այս հաղորդումը ինքը ստեղծում է կայուն հետադարձ կապ ձեզ հետ։ Որովհետեւ ի վերջո այս հաղորդաշար այս հաղորդումը ձեր համար է եւ այո մենք միասին պետք է հասկանանք ի վերջո ինչ է կատարվում մեր շուրջ, ինչ է կատարվում Հայաստանում, ինչ է կատարվում գլոբալ առումով։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօր ամփոփում ենք շաբաթվա թեմաները եւ այս շաբաթվա ընթացքում այն գործընթացները, քաղաքական առումով այն գործընթացները, որոնք տեղի են ունեցել, իրենք իհարկե բավականին լուրջ քննարկման դաշտ են բացում։ Առաջինը ազդարարվեց եւ հայտարարվեց, որ 4-րդ հանրապետություն է ձևավորվում, այսինքն իշխանությունը իր նախընտրական եւ առհասարակ գաղափարական տիրույթում մատնանշեց իր հիմնական նպատակը։ Դա 4-րդ հանրապետության ձևավորումն է։ Ինչ է իրենից ներկայացնում 4-րդ հանրապետությունը։ Ինչի համար պետք է հրաժարվել 3-րդ հանրապետությունից։ Դեպի ուր ենք մենք գնում։ Ինչ է ի վերջո թաքնված այդ 4-րդ հանրապետություն ասացի տակ։ Եվ երկրորդ թեման դա պարլամենտ։ Գալիս է սահուն մի ժամանակ, երբ որ 2021 թվականին ընտրված ազգային ժողովը ինքը եկող տարի ավարտելու է իր աշխատանքները։ Միգուցե եւ ավելի շուտ ավարտի, ես չգիտեմ, ճիշտն ասած, կարծիքները տարբեր են, բայց ինչևից է հենվում ենք այն տվյալներին, որոնք այսօր առկա են։ Իսկ տվյալները հետեւյալն են, որ ներկա ազգային ժողովը գործելու է մինչև հունիսի 7-ը 2026 թվականին։ Եվ այսօր այդ թեմայի շուրջ ենք խոսելու։ Եվ այսօրվա մեր հյուրերից մեկը հենց պարլամենտի խմբակցություններից մեկի քարտուղարն է։ Բարև ձեզ, պարոն Աբրամյան։ Շնորհակալություն, որ ընդունեցիք հրավերը։ Ես եմ շնորհակալ։ Տեսեք, պարլամենտական գործունեություն եւ ըստ էության արդեն 4-րդ տարին է, երբ որ պարլամենտը գործում է, այսինքն չեմ ուզում ընկնեմ ելևէջների մեջ, հա։ Խոսքը գնում այն բոլոր աղմկահարույց կամ ոչ աղմկահարույց գործընթացների։ Բայց դրա հետ մեկտեղ ուզում եմ, որ միասին հասկանանք հետևյալը։ Կա ակնհայտ հանրային դժգոհություն պարլամենտի գործունեությունից, մասնավորապես տիկնոսային ընդդիմության։ Այդ դժգոհության մասին ես չի որ պետք է ասեմ, դուք ինձանից լավ գիտեք, ասեմ ավելին, ձեր եւ ձեր գործընկերների, ոչ միայն ձեր ֆրակցիայի, միշտ ընդգծվել է այն հանգամանքը, որ այո, այս պարլամենտը ինքը ոչ էֆեկտիվ էր աշխատում եւ ոչ էֆեկտիվ էր գործում։ Հիմա եկել է մի ժամանակ, մի գործընթաց, հա, երբ որ շատ կարեւոր նախագծեր են բերվում առաջ, կամ շատ կարևոր գործընթացներ են գեներացում, եւ նախագծերի ներքո, նույնիսկ այս պայմաններում, հա, կա ինչ-որ տեսլական ինչպես կարելի է դեմն առնել։ Օրինակ, Հայաստանի Հանրապետության ռազմական բյուջեի փաստացի կրճատման պահով։ Խնդրեմ։ Այս իշխանության գործոնը հաշվի առնելով եւ այն դեստրուկտիվ քաղաքականությունը, որը իրականացում է, ակնհայտորեն ձեր նշած դիտխոսային ընդդիմությունը չի կարող միայն խորհրդանի պայմաններում իր քաղաքականությունը կամ պայքարը կառուցել։ Այս 4 տարվա ընթացքում բազմաթիվ շարժումների, քաղաքական ակցիաների եւ գործողությունների մեջով ենք անցել եւ թեև որպես արդյունք չկա արձանագրումը իշխանության փոփոխության, բայց խորհրդանական ընդդիմությունը բացառապես խորհրդանի ներսում իր գործունեությամբ չի սահմանափակվել։ Երկրորդ հանգամանքը, ինչ վերաբերում է կոնկրետ օրինագծերին, ակնհայտ է, որ իշխանությունը ունի մեծամասնություն, անընդհատ փորձում է բռնաբարել երկրի ոչ միայն քաղաքական, այև այն օրենսդրական դաշտը, որը ապահովում է երկրի կենսագործունեությունը, եւ սրա ճանապարհին բնական է, որ օրենքներ դակելով եւ առաջ անցնելով այդ խնդիրը հնարավորինս կատարում է։ Թեև կան որոշակի բացառություններ,
որոշ նախաձեռնությունների, որոնց հանրային քաղաքական ճնշման եւ հանրային ընդվզման միջոցով հնարավորություն է եղել կանգնեցնել օրինակ այդ գումարով բանակից ազատվելու հայտնի նախագիծը, ինքը չանցավ, որը այո, նաեւ իրենց ներսում էլ ուներ ոչ միանշանակ մոտեցում, բայց իմ կարծիքով դա չանցավ, որովհետեւ կար քաղաքական եւ հասարակական բավականին կազմակերպված դիմադրություն սրա հետ կապված եւ արդյունքում իշխանությունը համարեց, որ այդ նախագծի ընդունման ճանապարհով գնալը կարող է բավականին վնասել իր քաղաքական իմիջին։ Այնուամենայնիվ, երբ որ մենք անդրադառնում ենք օրվա իրադարձություններին, մենք նախաձեռնել ենք նաեւ կառավարության անվստահություն հայտնելու գործընթաց, որը կարծես թե 3-4 ամիս է արդեն էփվում է։ Դրա շրջանակներում նաեւ հանդիպումներ ենք ունեցել մեծ թվով արտախորհրդանական քաղաքական ուժերի հետ, հասարակական տարբեր ակտիվ դերակատարների հետ, որպեսզի հնարավորություն լինի դիմադրությունը կամ պայքարը շատ ավելի լայն ճակատով առաջ մղելու համար, որովհետև ներքաղաքական դաշտում ակնհայտորեն կան թեմաներ, որոնք կարող են դառնալ օրակարգ եւ այդ օրակարգի շուրջ կարող են համախմբվել հնարավորինս մեծ թվով ուժերի եւ մենք սրանում ենք նաեւ տեսնում կառավարության անվստահության գործընթացը առաջ մղելու նաեւ հաջողությունը, որովհետեւ դրա մի կարևոր փուլը խորհրդարանում է, մասնապես ստորագրությամբ, հետագայում նաև քվեարկությամբ, բայց հաշվի առնելով, որ դրան զուգորդված պետք է լինի նաև փողոցային ակտիվ ընդվզում, բնականաբար նաև շատ կարևոր է խորհրդանից դուրս գտնվող ակտիվ դերակատարների մասնակցությունը։ Այնպես որ խորհրդանական գործունեությունից դուրս էլ խորհրդանական ընդդիմությունը ամեն դեպքում այս տարիներին գործել է եւ այդ պայքարը շարունակում է նաև այդ տրամաբանության ներքո։ Նա տեսեք, այն ամենը ինչ դուք ասում եք, իհարկե հասկանալի է, իհարկե ընդունելի է, ոչ ոք չի վիճում, որ գոյություն ունի օբյեկտիվ, հա, իրականություն, որի պարագայում մեծամասնությունը իշխանությունն է, ընդդիմությունը փոքրամասնությունը եւ նույնիսկ ձայների հարաբերակցության, հա, խնդիր կա։ Բայց այստեղ ավելի հետաքրքիր է, գիտեք, որը ես որպես ազգային ժողովում աշխատած մարդ գիտեմ, որ ուզես թե չուզես, այս կամ այն առումով դու պետք է առնչություն ունենաս քո գոլեգաների հետ, նույնիսկ եթե այդ գոլեգաների հետ աշկովաշ չունես։ Խոսքը գնում է օրինակ իշխանության ֆրակցիայի մասին, այսինքն համատեղ հանձնաժողովներ, գործողումներ, օրինագծերի քննարկումներ, տեխնացուների տարբեր, հա, պաշտոնների քննարկումներ, ո՞նց է այդ հարցը լուծվում։ Խորհրդարան ներկայացված է երկու ընդդիմադիր խմբակցություններով եւ ըստ իրավիճակի այդ ընդդիմադիր խմբակցությունները ունեն առանձին տեսակետներ, եթե մեր մյուս գործընկերները շատ ավելի ակտիվ են ներգրավված այդ քննարկումներում եւ այլն, ապա պատիվ ունեմ խմբակցությունը դրա հետ կապված ունի շատ խիստ վերապահումներ։ Այսինքն դուք պատիվ ունեմը վերապահումով ա վերաբերվում։ Միանշանակ։ Եվ ինչու՞մն է այդ վերապահումը։ Կարծում ենք նախ առաջնորդին առանձնապես մեծ քննարկումների բան այս իշխանության հետ չկա։ Գործողումների հետ կապված հասցված է մինիմալի ամենակարևոր ուղղությունները, օրինակ Եվրախորհրդի խորհրդանական վեհաժողովում աշխատանքներ եւ այլն, այսինքն ըստ էության այդ գործողումների 5%-ը եւ ամենակարևոր ուղղություններով է, որ օրինակ այդ գործողումները իրականացում են։ Նույնը վերաբերում է հանձնաժողովին։ Մեծ առումով ենք հանձնաժողովների այդ աշխատանքը բոյկոտում ենք։ Շատ առանձնահատուկ իրավիճակներում է միայն լինում մասնակցություն, օրինակ այդ բանակից ազատվելու այդ գումարի հետ կապված այդ նախագծի ժամանակ ես ինքս գնացել եմ հանձնաժողովի նիստի, այսինքն կան դեպքեր, երբ որ անհրաժեշտ համարվում են, բայց ընդհանուր առմամբ այս իշխանության հետ որևէ ձևով բանավեճի քննարկման մտնելու որևէ իմաստը այլևս կորած է, որտեղ իշխանությունը որտեղ որ կա անհրաժեշտություն ընդդիմության հետ քննարկման մտնելու, դա այն բացառապես անհրաժեշտ է ցույց տալու համար, որ կա երկրում բանավեճ։ Իրականության մեջ իշխանությունը վարում է այնպես, ինչպես իր նեղ անձնական առաջնահերթություններն են այդպես պահանջում, որտեղ որ չի կարողանում գործել կամ խնդիր է ունենում գործելու, այդ ընդդիմադիրները հայտնվում են ճաղերի հետևում, ըմբում են տարբեր քաղաքական հետապնդումների դաշտում եւ այլն, այսինքն հնարավոր չէ շախմատիստին բերել մտցնել բոքսի ռինգ, հասել եւ գնա եւ մրցասպարեզում նրա հետ ռինգի մեջ գնա եւ բանարա մրցի։
Եվ սա է նաև պատճառը, որ մենք առաջնորդվում ենք ոչ միայն դասական կանոններով, որոնք կան կամ ենթադրվում էր, այս իշխանությունը դասական քաղաքական, քաղաքագիտական կանոններով շարժվելու հնարավորություն չի էլ թողել, եւ բնականաբար շարժում ենք ըստ այն ուղղությունների, որտեղ այդ իրավիճակում մեր խոսքը կարևոր է, անհրաժեշտ է, մենք կարող ենք դա խնդիր լուծել։ Վերադառնալով բյուջեի քննարկմանը, հա, որը ըստ էության նախատեսվում մինչև տարվա վերջ, հա, այդ ամբողջ գործընթացները գեներացնել 2026 թվականի բյուջե։ Հայաստանի Հանրապետության իշխանությունը կրճատում է բյուջեն։ Ընդ որում համաձայն շրջանառվող լուրերի, հիմա կհաստատեք, թե կհերքեք, 16%-ով իջավ բյուջեն ռազմական, կազմելով մոտավորապես 1.5 միլիարդ դոլար։ Եվ այս պարագայում Ադրբեջանը իր բյուջեն ավելացնում է, ընդ որում ավելացնում է, ուզում եմ ընդգծեմ, հատուկ ընդգծեմ, որ ավելացնում է հարձակողական բնույթի զենք եւ զինամթեր գնելու։ Այսինքն այդ մարդիկ չեն պատրաստվում խաղացան, ինչ ուզում են ասել, բայց այնուամենայնիվ պատրաստվում են հարվածի։ Լսել եմ մի հատ ուղղակի աբսուրդին հավասար հիմարագույն մի թեզ, որ դե իրենք պատրաստվում են ռուսների հետ կռվել, չգիտեմ, Իրանի հետ կռվել, բայց նույն այդ ադրբեջանցիների ղեկավարը Ալիևը հայտարարեց, ասես մենք զինվում ենք նրա համար, որ հանգարց հայերը մտնելով չանցնի, որ կարող հա դուրս չգան այդ գծից, որի մեջ իրենք են, այսինքն դες սպառնալիք մեր դեմ են զինվում։ Դուք ռազմական մասնագետ եք։ Ինչով է հղի Հայաստանի Հանրապետության բյուջեի կրճատումը, միգուցե այդ բյուջեի կրճատումը արդարացված է, որովհետև մեզ առավոտից իրիկուն պատմում են, որ խաղաղություն է։ Հա, տենց սա օրը մեզ ասում են, վերջ խաղաղություն է բան։ Եվ հետևաբար, եթե խաղաղություն է, ապա բյուջեն ռազմական պետք է իջնի։ Ինչ է կատարում եւ ինչ ռիսկեր կան, խնդրեմ։ Նախ սկսենք այն հանգամանքից, որ Հայաստանը Ադրբեջանը դեռևս խաղաղություն չունի, ամեն դեպս չկա ամրագրված փաստաթուղթ։ Դուք տեղյակ չեք։ Պարոն Աբրամյանը ես տեղյակ պայմ, ուրեմն Վաշինգտոնում օգոստոսի 8-ին այս տարվա ստորագրվել է չգիտեմ ինչ։ Դե հենց այդ չգիտեմ ինչ։ Չէ, ես չեմ հեգնում, իրականում չգիտեմ ինչ, որովհետև նախաստորագրած խաղաղության պայմանագիրը չի կարող հանդիսանալ խաղաղության երաշխիք։ Դե հիմա ես մի հարց տամ, եթե ադրբեջանական զորքերը ներքին հանդում, տեղ գյուղում, Սև լճում, Իշխանասարում, Ծաղուկում, Ջերմուկում, Սոտքում շարունակում են մնալ Հայաստանի Հանրապետության տարածքներում, մախարշված են։ Ոչ միայն դուրս չեն գալիս, այլ որոշակի ընդլայնման, զարգացման, նոր ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքներ են իրականացնում։ Դա նշանակում է արդյոք, որ Ադրբեջանը պատրաստվում է խաղաղության։ Սա մեկ։ Երկրորդը, երբ որ մենք խոսում ենք ռազմական բյուջեի մասին, դու կարող ես ունենալ բանակ, որը 40 տարի մարտի մեջ չմտնի։ Բայց շատ կարևոր է հասկանալ, այդ բանակը այդ տարիների ընթացքում եղել է մարտունակ, թե մարտունակ չի եղել, որովհետև պատերազմ սկսելու նախադրյալներից մեկն էլ մարտունակ բանակի գոյությունն է։ Երբ որ դու խաղի կեսից միանգամից դու քեզից զինաթափում ես, քո հաղթաթղթերից քեզ զրկում ես, ապա դու ինչով ես գնում բանակցելու կամ բանակցային գործընթացում, ինչ ակնկալիք ես սպասում քո դիմացինից։ Ադրբեջանը իր ռազմական բյուջեն այս տարի շուրջ 4%-ով ավելացնում է։ Բացի նրանից, որ բավականին մեծ էր տարբերությունը ադրբեջանական ռազմական բյուջեի, Ադրբեջանը ընդհանուր առմամբ շուրջ 4%-ով էլ ռազմական բյուջեն ավելացնում է։ Ձեր ասած ցիտատը Ալիևի եղել է Խարվաճար, օկուպացված Խարվաճարում։ Ինձ որ ասել է, որ խաղաղության երաշխիք որևէ մեկ չունի, ասել է դրական դինամիկա, բանակցում ենք, հանդիպում ենք, բայց մենք չգիտենք վաղը ոնց է լինելու։ Ուրեմն ծովը չտեսած բոբիկացող հայաստանյան իշխանությունները բավականին մեծ վտանգի եւ խոցելություն վտանգ են ենթարկում հայ ժողովրդին, խոցել են դարձնում Հայաստանի Հանրապետությունը, որը արտահայտում է ոչ միայն ռազմական բյուջեի կրճատմամբ, որովհետեւ եղած բյուջեն դեռևս հնարավորություն չունի հիմնական ապահովներն անելու երկրի անվտանգության համար, դրան զուգահեռ շրջանառության մեջ են գցում նախագիծ, որը ենթադրում է պարտադիր ժամկետային ծառայության 6 ամսվա կրճատում։ Հասկանում եք, երբ որ դու ունես նվազագույն համալրման խնդիրներ քո մարտական խնդիրների լուծման, այդ թվում մարտական հերթապահության ապահովման տեսանկյունից, երբ որ դու առաջնագիծ ինչ որ ձևով փակելու համար Պայեստազորի 25-օրյա վարժական հավաքներ ես անում, 14-օրյա մարտական հերթապահություն ես իրականացնում,
Երկրապահ կամավորական միության 50-60 անց մարդկանց ներգրավում ես, որպեսզի կարողանաս ինչ-որ անցք սահմանային փակել։ Ու այս պայմաններում դու գալիս ես ու քո ժողովրդին ասում ես, որ գիտեք, ես մենք հնարավորություն ենք բանակը կրճատելու, գիտեք, սա ոչ այլ ինչ է, քան հստակ ուղերձ հանրությանը, որ այս իշխանության համար մարդու անվտանգությունը որևէ արժեք չունի, երկրի անվտանգությունը որևէ գին չունի, եւ կա այս իշխանության համար մեկ առաջնահերթություն նախընտրական ժամանակահատվածում բանակը կրճատելու եւ երկիրը հարվածի տակ դնելու հաշվին փորձել ապահովել սեփական իշխանության երկարաձգությունը։ Եվ ինչպես ակնհայտորեն շատերի համար շատ ականջահաճո է պարտադիր ժամկետային ծառայության կրճատումը, որի պայմաններում իրենց տղաները 2 տարվա փոխարեն 1.5 տարի են ծառայելու։ Սա վերաբերում ոչ միայն մարդկանց, որոնց տղաները 16 կամ 17 տարեկան են, ակնհայտ է բոլոր այն մարդկանց է վերաբերում, ովքեր առհասարակ ունեն տղաներ, եւ այս պայմաններում առաջին հայացքից էմոցիոնալ մասով կարող է թվալ, որ ինչ վատ է, որ մարդիկ գնան 6 ամիս քիչ կծառայեն, բայց բնականաբար մեր հասարակության մի էական հատվածը մասնագիտական առումով բնականաբար չի տիրապետում մեր բանակում արգա այն համալրման խնդիրներից, որի պարագայում եւս 6 ամսով կրճատումը դա հազարավոր զինվորների կրճատում է գալու։ Հիմա եթե մենք մեկից տղան 6 ամիս քիչ է ծառայում, բայց մեր երկրի սահմանները դառնում են անգամներով ավելի խոցելի, բնականաբար մեր տղան կլինի տանը նստած թե աշխատավայրում, այդ խոցելությունը հավասարապես տարածվելու է նաև այդ մարդկանց վրա։ Բայց իշխանությունը հաշվարկել է, որ սա քարոզչական եւ կարճաժամկետ կտրվածքով իր համար կարող է ապահովել արդյունք եւ կարող այն ձևավորել նաեւ ընտրական համապատասխան շահեր եւ այս տեսանկյունից գնում է այդ ուղղությամբ։ Եվ երկրորդ հանգամանքը 44-օրյա պատերազմից հետո որպես խաղաղության հաստատման երաշխիք Ադրբեջանը նաեւ հրապարակային հայտարարություններում իր ղեկավարների մակարդակով պահանջում էր Հայաստանի ապառազմականացում։ Ասում էր, որ նաեւ դրանով է պայմանած այն հանգամանքը, թե մենք կվստահենք եւ կմտնենք բանակցությունների, թե ոչ, որովհետեւ կա մտավախություն, որ Հայաստանը ռևանշի կգնա, սրան կգնա, նրան կգնա եւ սա նաեւ որոշակի առումով ուղերձ է Ադրբեջանին, որ մենք որևէ քայլի գնալու, որևէ դիմադրելու ոչ նպատակ ունենք, ոչ էլ այդ պարագայում կունենանք հնարավորություն։ Այսինքն ֆիքսում ենք, որ Ադրբեջանը, սա փաստ է, հարգելի հեռուստադիտողներ, մեզանից պահանջում է շարունակում է պահանջել զինաթափվել։ Հիմա հարց է ծագում, եթե Ադրբեջանը զինվում է, իսկ մեզից էլ պահանջում է զինաթափվենք, ինչ հետևություն կարանք անենք։ Միանշանակ է, որ Հայաստանի իշխանության քայլերը, մենք այս պահին քննարկում ենք ռազմական եւ անվտանգային տեսանկյունից, չեն բխում մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու երաշխիքներից եւ հնարավորությունից։ Եվ Ադրբեջանի այդ սպառազինությունների մեծացումը, ռազմական բյուջեի մեծացումը մեծացնելու է նաև այն, այսպես ասած, անջրպետը, որը առանց այդ էլ առկա է։ Այսինքն ռազմական բալանսը տեղից խախտված է եւ դրա խախտման ծավալը շատ ավելի մեծանալու է։ Սա հնարավորություն է տալու նաև Ադրբեջանին Հայաստանի այդ հաջորդիվ կամ հետագա տարիներին տեղ ունեցող բանակցային գործընթացում հանդես գալ ուժի դիրքերից, հանդես գալ պայմաններ թելադրողի դիրքերից, որովհետև Հայաստանի իշխանությունը հետ քայլ անելու, մանյովր անելու հնարավորություն այլևս չի ունենալու։ Դե, որ ասма տրամաբանական է, բայց ցավոք ապրում ենք մի ժամանակահատվածում, երբ կարծես թե ակնհայտ, բաց, հասկանալի տրամաբանությունը չի աշխատում, հա, կամ փոխանակվում է ցանկություններով, պատրանքներով, օրինակ խաղաղության ցանկություն, խաղաղության պատրանք։ Շնորհակալություն, հասկանալի է ձեր դիրքորոշումը, իսկ ինչ վերաբերում է ազգային ժողովին, վերջին, հա, հարցը։ Այո, ձեր նախաձեռնությունը հասկանալի է, առաջ եք տանում, ես նախաձեռնության մասին չեմ ասում։ Առհասարակ աշխատանքը պարլամենտում ո՞նց եք պատկերացնում միջև հերթական կամ արտահերթ ընտրությունը։ Ես կարծում եմ, որ խորհրդանական անդիմությունը իր աշխատանքան պարլամենտում պետք է ելնի այն առաջնահերթությունից, որպեսզի կանխի կամ զսպի իշխանության նախորժակը ագրեսիվ գործելու, որովհետև ագրեսիվ գործելու տակ պետք է հասկանալ քաղաքական հետապնդումներ, մարդկանց ճաղերի հետևել,
բռնությունների շարք եւ այլն, եւ երկրորդը օգտագործել բոլոր հնարավորությունները, այդ թվում խորհրդանական հասնելու երկրում քաղաքական փոփոխությունների։ Շնորհակալություն պարոն Աբրամյան, հիշեցնեմ ձեզ հարգելի հեռուստադիտողներ, այսօր հյուրընկալել էինք Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության քարտուղար, Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Աբրամյանին։ Մեր հաղորդման երկրորդ մասում կզրուցենք Արա Պողոսյանի հետ, քաղաքագետ Արա Պողոսյանի հետ, եւ կփորձենք հասկանալ ինչ է դրվում կամ ինչի նկատի ունի գաղափարական առումով, հա, իշխանությունը, երբ որ ասում է 4-րդ հանրապետություն, առհասարակ դա ինչ է եւ ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Ստեղ բնավ քննադատելու կամ գովասանքի խոսք ասելու թեման չի։ Ստեղ շատ կարեւոր է մենք բոլորս միասին, առաջին հերթին դուք հարգելի հեռուստադիտողներ, հասկանաք, թե ինչ մոդել են այսօր մեզ առաջարկում մեր պետության, ի վերջո մեր երեխաների, հա, ապագայի համար, որովհետև շատ սենց գեղեցիկ է, հնչյուն է, էֆեկտ է տալիս, հա, սենց տեսողական, երբ որ դուրս ես գալի եւ ասում ես վերջ, մենք գնում ենք դեպի 4-րդ հանրապետություն։ Այդ ո՞րն է 4-րդ հանրապետությունը, ինձ հետաքրքիր է, հարց եմ ուզում տալ։ Ինչ է ինքը իրանից ներկայացնում։ Ինչ կոնցեպտ է դրվելու 4-րդ հանրապետության տակ։ Առհասարակ իմաստ ունի քննարկել 4-րդ հանրապետություն, որովհետև ես ավելի քան համոզված եմ, որ այդ 4-րդ հանրապետության շուրջ խոսակցությունները իրենք մի տեսակ ոնց որ օվերտոնի պատուհան են, միգուցե, չգիտեմ, լավ առումով, չեմ կարա իմ այս բանին ասեմ, բայց որոնք առաջացնում են ավելի շատ հարցեր, քան պատասխաններ, որովհետև տեսեք, չի կարելի եւ անընդունելի է իջացնել յուրաքանչյուր քաղաքական նարատիվի առաջ տանելը լոկ ցանկությունների եւ պատրանքների, հա, ասենց արտահայտելով կամ տիրույթում։ Մենք պետք է ի վերջո հասկանանք, ինչ գին ենք մենք վճարելու 4-րդ հանրապետություն ունենալու համար։ Եվ ի վերջո այդ 4-րդ հանրապետությունը ինչ է տալու հայ մարդուն, ինչ է ստանալու հայ մարդը վերջում, դուք, առաջին հերթին դուք, ինչ ենք մենք ակնկալում, կամ ինչ ենք մենք ուզում, եւ ընդհանրական խոսքերը, որ մենք ուզում ենք խաղաղություն ու լինենք չաղ ու բախտավոր, իրանք չեն աշխատում, իրականում իրանք չեն աշխատում, եթե իրենց տակ դրված չի հստակ հասկանալի 3 խնդրի լուծում. անվտանգություն, տնտեսություն, սոցիալական արդարություն։ Եվ իհարկե այս 3-ը պետք է իմ խորին համոզմամբ հենված լինեն հայկական, ազգային, ազգապահպանական կոնցեպտի վրա։ Ուրիշ տարբերակ չունենք, չի կարող երկիրը լինի օֆիս։ Եվ այս հարցի շուրջ կրկնեմ այսօր զրուցելու ենք քաղաքագետ Արա Պողոսյանի հետ։ Ողջունում եմ ձեզ Աբովյան Թոքի տաղավարում, շնորհակալություն պարոն Պողոսյան, որ ընդունեցիք հրավերը։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Պարոն Պողոսյան, ախր չգիտեմ ոնց էլ սկսեմ, որովհետև այն գործընթացները եւ այն հայտարարությունները, որոնք այս օրերին հնչում են, իրենք մի կողմից շատ առանցքային են, հա, շատ լրջագույն նշանակություն ունեն, մյուս կողմից առաջացնում են բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանը իրականում մենք այսօր չունենք եւ որոնց պատասխանը կարեւորագույն նշանակություն ունի, առհասարակ լինելու ենք մենք ստեղ, ես նկատում եմ Հայաստանը լինելու է, այո թե ոչ, եթե լինելու է, ինչ ֆորմատով է լինելու եւ առհասարակ դեպի ուր ենք մենք գնալու։ Խոսքը, ինչպես դուք կրայեցիք, այս 3-րդ, 4-րդ հանրապետության մասին է, ինչի համար ասացի 3-րդ եւ 4-րդ, հիշեցնեմ ձեզ, որ ընդամենը մոտավորապես 1 շաբաթ առաջ ազդարարվեց, որ իշխանության կողմից բնականաբար,
որ նպատակը ընտրությունների ժամանակ եւ նախընտրական դե լավ sense ասենք գալիք ընտրություններում հիմնական նպատակը լինելու է ստանալ ժողովրդից քվե իշխանության մասին խոսքը գնում 4-րդ հանրապետություն ձևավորելու համար։ Ուֆ, պարոն Պողոսյան, ինչի մասին է խոսքը գնում։ Ինչ 4-րդ հանրապետություն։ Նախ, այսպես ասենք, մի հատ հասկանանք, թե երբ են համաշխարհային պրակտիկայում պետություններ փոխվել, հա, որտեղ երբ որ խոսում ենք 3-րդ, 4-րդ հանրապետությունների մասին, սա նշանակում է մենք խոսում ենք առանձին պետականությունների մասին։ Հիմա խոսելով 4-րդ հանրապետության այսպես ասենք կոնցեպտի մասին, որը իմ խորին համոզմամբ կոնցեպտ չէ, պարզապես նոր հարմարվողականության տեսություն է, գնանք Ֆրանսիա, հա, մեզ շատ հարազատ։ Երբ ձևավորվեց ֆրանսիական 5-րդ հանրապետությունը։ Ֆրանսիական 4-րդ հանրապետությունը, որը օկուպացվեց գերմանական զորքերի կողմից եւ ձևավորվեց Ֆրանսիայում օկուպացիոն վարչակարգ, այս ժամանակահատվածում Շարլ դը Գոլը, ով գլխավորեց պայքարը Ֆրանսիայի ինքնիշխանության համար եւ հակաֆաշիստական շարժումը, գալով վերցրեց իշխանությունը եւ հռչակեց 5-րդ ֆրանսիական հանրապետությունը։ Այսինքն սա ձերբազատում էր օկուպացիոն վարչակարգից։ Այսինքն Վիշիի Ֆրանսիայից։ Այո, Վիշիի կառավարության մասին է խոսքը։ Հիմա գանք Հայաստան։ Ինչ է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետությունում, որ անհրաժեշտություն է առաջացել ձևավորել նոր 4-րդ հանրապետություն։ Ֆիքսենք մի բան, որ գոնե թե ցնցումներ, եթե մենք խոսում ենք ցնցումների արդյունքում առաջ եկած անհրաժեշտության մասին, ցնցումներ Հայաստանի Հանրապետությունում առաջացել են 2018 թվականից սկսյալ։ Խոսքը խոշոր տեկտոնական ցնցումների մասին է։ 2018 թվական, 2020 թվական, 22 թվական, 23 թվական։ 23 թվականը սա կուլմինացիան էր հայաթափումը։ Այո, Արցախի ամբողջական հայաթափումը, Արցախի ամբողջական օկուպացիան։ Եթե մենք խոսում ենք նոր հանրապետության մասին, չի կարա նոր հանրապետություն հիմնադրի այն իշխանությունը, որը չակերտներում ասենք բարեհաջող կործանեց 3-րդ հանրապետությունը։ Չի կարող։ Ներողություն։ Հիմա ներողություն ասեմ։ Չէ, խնդրեմ։ Որովհետև 3-րդ հանրապետության փոփոխություն ոչ թե նշանակում է անվան փոփոխություն, այլ հանրապետության կոնցեպտի փոփոխություն, իր բոլոր ատրիբուտներով հանդերձ։ Այս շատ կարևոր է, որ մենք ընդգծենք մեր հերոստատիտողների համար։ Ինչ ասում իշխանությունը, ասում է ժողովուրդ ջան, կար 3-րդ հանրապետություն, որը միգուցե այն պատմական ժամանակահատվածում ձևավորել էր նարատիվներ ազգային, պետական եւ այլն, այդ նարատիվները բերեցին վատ անդառնալի հետևանքների, ես ընդգծեմ մի անգամից, ես համաձայն չեմ այս կոնցեպտի հետ, սա իմ խոսքերը չեն, հանկարծ ինձ չվերագրեն, բայց բերեց հիմա խաղաղություն է, հիմա նոր ժամանակներ են, հիմա շատ են սիրում ասել, մենք պետք է ժամանակների հետ սենց համահունչ շարժում ենք առաջ, բաներ են խոսում, չէ՞։ Եվ նոր իրավիճակը ստիպում է, որ մենք վերանայենք մեր ազգային եւ պետական առաջնահերթություններին, ու ազգային առաջնահերթություն տակը չի մնում։ Սա վերանում է։ Այո։ Հա, պետական առաջնահերթությունները եւ կառուցենք մի պետություն, որը իր էությամբ չի գեներացնի ռիսկեր Թուրքիայի, Ադրբեջանի համար, կլինի հավասարաչափ հերվածած բոլորից, այսպես կոչված կոմպլեմենտար քաղաքականություն, եւ ժողովուրդը կլինի չաղ ու բախտավոր։ Մոտավորապես այս սա է, խնդրեմ։ Հիմա մեր դժբախտությունը այն է, որ մեր քաղաքականությունը եւ ընդհանրապես քաղաքական մտածողությունը գիտականության վրա հենված չէ։ Հիմա եկեք հասկանանք գիտականորեն արդյոք սա հիմնավորված առաջարկ է կամ պրոդուկտ է, թե ոչ։ Դեռևս 1940-ական թվականին, արդեն 48 թվականին
քաղաքական ռեալիզմի, դասական ռեալիզմի ներկայացուցիչներից Հանս Մորգենթաուն շատ հստակ տվել է, թե շահի գաղափարը, թե միջազգային հարաբերությունների նպատակի գաղափարը, միջազգային հարաբերությունների նպատակը ուժ կենտրոնացնելն է։ Հիմա, երբ որ մենք եւ ազգային շահը Մորգենթաունն ասում էր, երբ որ չկա ազգային շահի գիտակցում, հնարավոր չէ կառուցել արդյունավետ արտաքին քաղաքականություն կամ ընդհանրապես չի կարելի խոսել արդյունավետ արտաքին քաղաքականության մասին, որտեղ ազգային շահը իրենից բխեցնում է պետության քաղաքականությունը, թե ներսում եւ թե երկրից դուրս։ Հիմա գանք երրորդ հանրապետության ֆունդամենտալ կոնցեպտին։ Երրորդ հանրապետության ընդհանրապես ցանկացած պետություն հիմնադրվում է ինչ-որ նպատակով, աննպատակ պետություն չի հիմնվում։ Երրորդ հանրապետության ֆունդամենտալ նպատակը հայ ազգի, ազգային իղձերի իրագործման ճանապարհը հարթելն էր։ Եթե մենք հայ ազգի ազգային իղձերից հրաժարվում ենք, մենք ըստ էության Հայաստանի Հանրապետությունը որպես հայկական ազգային պետություն դադարեցնում են գոյություն ունենալուց։ Այսինքն մենք խոսում ենք պարզապես պետության մասին, որը ունի այսպես դոմինանտ ազգային մաս, իսկ հայ ազգը որպես միատար պետության միատար տեր, հա, ինքնիշխան բնականաբար իր երազանքներից պետք է բխեցնի պետության գոյության նպատակը։ Հայ ազգը որպես հավաքականություն չի կարող իր պետության գոյության նպատակը բխեցնել այլ պետությունների շահերից։ Սա կնշանակի հիմնել պետություն այլ պետությունների շահերի համար։ Հիմա այստեղ մենք ունենում ենք կոգնիտիվ դիսոնանս, ընդհանրապես 4-րդ հանրապետություն ասվածի կոնցեպտի եւ ընդհանրապես գիտության հետ, օրինակ դասական ռեալիզմի տեսության հետ, որը իմիջայլոց նաեւ հիմքն է այսօրվա ամերիկյան արտաքին քաղաքականության, որը հիմքն է բազմաթիվ կայացած պետությունների, տերությունների, փոքր պետությունների, այսինքն սա պարզապես գիտական դպրոց չէ, որը ի թիվս այլ դպրոցների ուղղակի գոյություն ունի, սա գիտական դպրոց է, որը հիմք է բազմաթիվ երկրների արտաքին քաղաքականության համար, ընդ որում կայացած երկրների։ Եվ երբ որ մենք հայտարարում ենք, որ մենք դուրս ենք գալիս այս տրամաբանությունից եւ մենք ինչ որ նոր տրամաբանություն ենք որդեգրում պետություն կառուցելու համար, մենք արդեն ի սկզբանե ստեղծում ենք ֆելդ պետություն, հա, ձախողված պետության մոդել։ Այստեղ ձեզ այդ կվիճեն իշխանությունները կասեն, պարոն Պողոսյան, իսկ եթե ազգային առաջնահերթությունները իրենք բերում են դեստրուկտիվ գործընթացների, այսինքն գեներացնում են ռիսկեր պետության դեմ, միգուցե ճիշտ է հրաժարվել, այլ լեզուս պապանձվի, բայց դա ամենայն դեպս, հա, սա են ասում։ Միգուցե պետք է վերանայել, հրաժարվել ազգային կոմպոնենտի որպես դոմինանտ ու ավելի շատ սևեռվել սոցիալական գործընթացների, դպրոցը, ասֆալտը, կոռուպցիայի դեմ պայքարը, այն ես ուղղակի մեջբերում եմ։ Ես այսօր լսեցի Միացյալ Նահանգների դեսպանի Թուրքիայում մի հարցազրույց, որտեղ շատ անկեղծորեն մի միտք հնչեցրեց։ Հարցին թե հնարավոր է խաղաղություն, ասում է, որ ոչ, խաղաղությունը դա իլյուզիա է։ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանը Թուրքիայում։ Խաղաղությունը իլյուզիա է գլոբալ առումով։ Այո, հատկապես այս տարածաշրջանում խաղաղությունը իլյուզիա է եւ պետությունները մրցակցում են ուժի համար։ Հիմա եկեք հասկանանք, եթե իրականում մեր տարածաշրջանում, այս տարածաշրջանում ապրելը մեր համար ունի եւ վատ, ընդհանրապես եւ այսպես լավ է եւ վատ է։ Լավ է այն իմաստով, որ այն ժողովուրդները, որոնք այս տարածաշրջանում կարող են ստեղծել ամուր պետություն, իրենք ամբողջ աշխարհում ունենում են ազդեցություն։ Հիմա մենք անալոգներով կխոսենք, որ պետությունները կարողացան ստեղծել եւ ունեն ազդեցություն, իսկ այն պետությունները, որոնք չեն կարողանում ստեղծել ազգային շահերի վրա հիմնված պետություն, այդ պետությունները որպես կանոն վաղ թե ուշ ուղղակի դառնում են տարածաշրջանային ուռուցք։ Հա։ Հիմա օրինակ ասենք Թուրքիան
տարածաշրջանի բոլոր հարցերի համար Թուրքիան ունի իր դերակատարումը։ Որտեղ այս տարածաշրջանը բանալի տարածաշրջան է ամբողջ աշխարհի համար։ Սիրիան, ինչի Սիրիան այսօր վերածվեց ավերակների։ Որտեղ Սիրիան շարունակում էր մնալ այս տարածաշրջանում տարբեր որոշումներ արգելափակող պետություն, այսինքն առանց Սիրիայի որոշման հնարավոր չէր տարբեր կոմունիկացիոն, տարածաշրջանային քաղաքականության, անվտանգային քաղաքականության այդ հարցերը լուծել։ Հետևաբար որոշում կայացվեց վերացնել։ Իսկ ինչու Սիրիան հասավ այսօրվան, որովհետև ցավոք սրտի Սիրիան չկարողացավ կառուցել ժամանակակից մոդեռնիզացված պետություն։ Նույնը Իրաքի մասին կարող ենք ասել, այսինքն մեր տարածաշրջանը, նույնը Իրանի մասին կարող ենք ասել, նույնը Իսրայելի մասին կարող ենք ասել, այս տարածաշրջանը ունի բանալի նշանակություն ամբողջ աշխարհի գլոբալ անվտանգության տեսանկյունից, այսպես ասենք։ Հիմա երբ մենք հրաժարվում ենք ազգային շահի գաղափարից, իսկ միջազգային հարաբերությունների ֆունդամենտալ էլեմենտը ազգային շահի գիտակցումն է։ Առանց ազգային շահի գիտակցման հնարավոր չէ ուղղակի վարել միջազգային հարաբերություններ, կառուցել ասում ենք մենք պետք է ունենանք հզոր դիվանագիտություն։ Իսկ ինչի վրա է հիմնվելու այդ հզոր դիվանագիտությունը։ Հզոր դիվանագիտությունը պետք է ամրապնդված լինի 3 շատ կարևոր կոմպոնենտներով. ռազմական ներուժ, քաղաքական ներուժ եւ տնտեսական ներուժ։ Առանց այս 3 ֆունդամենտալ կոմպոնենտների հնարավոր չէ ունենալ լավ ուժեղ դիվանագիտություն։ Որտեւ դիվանագիտությունը այս 3 բազային էլեմենտների վրա է նստում։ Հա, բայց այստեղ մի հարց է ցակում, ներողություն։ Ասում է հետեւյալը, պետությունը ինչի համար է։ Պետությունը նրա համար է, որ իր քաղաքացիների համար պայման ստեղծի, որ քաղաքացիները լինեն A անվտանգ, B ապահոված, C սոցիալապես, ասենք ասենք, անվտանգ իրավիճակում, սոցիալապես։ Ներողություն, սա որ պետության մասին է։ Առհասարակ։ Ուղղակի պետության։ Հա, առհասարակ, բայց իմ խորին համոզմամբ պետությունը օֆիս չի։ Այսինքն դու չես կարա պետությունը կառավարես օֆիսային տրամաբանությամբ, այսինքն բերես ինչ որ մի կանոնակարգ օֆիսի գործունեության, ասես դու առավոտ գալիս ես գործի, դու հարկերն ես մուծում, դու, չգիտեմ, ինչ ես անում, դու պահակային գործառույթ ես կատարում դրան դեմ օֆիսը, պետությունը դա չի։ Հիմա երբ որ մեզ ասվում է, որ ազգային հենքը հազարամյակներով է կացի դեպ, ինքը շինծու կատեգորիա է, որը մեզ հայրից պրոբլեմա բերե։ Ինչա ստացվում է, որ մեզ ասում են մեր խնդիրը նարում է, որ մենք հայ ենք։ Տեսեք, դադարենք լինել հայ, դառնանք քաղաքացի, ուտենք, խմենք ու մեզ թուրքը չի սպանի։ Խորքում այո, հենց այսպես է դառնում, ասեմ ինչու։ Հայ ժողովուրդը երբ դարեր շարունակ երազում էր պետություն կառուցելու մասին, ուներ իր ազգային երազանքը, ազգային բաղձանքը, եւ այդ ազգային բաղձանքն էր ստիպում հայ մարդուն գնալ զոհաբերությունների եւ այդ զոհաբերությունների գնով վաստակել պետականություն, որը իր հավաքական նպատակները կիրագործի։ Այսօրվա մեր ֆունդամենտալ խնդիրներից մեկը այն է, որ իշխանություններին հաջողվել է հայ մարդուց հանել հավաքական նպատակի գաղափարը։ Երբ որ հայությունը եւ հայ ժողովուրդը Հայաստանի տարածքում բնակվող մարդիկ, Սփյուռքի մեր հայրենակիցները չունեն միասնական պետության եւ ապագայի տեսիլք, մենք այստեղ բախվում ենք ֆունդամենտալ խնդիրների։ Այդ խնդիրները մեր առաջնային մարտահրավերներից են, որոնք իմիջայլոց յուրաքանչյուր իշխանության իմպերատիվը պետք է լինեին, որպեսզի ապահովեր ազգային համերաշխություն։ Տեսեք, նախագահի ինստիտուտը ընդհանրապես ինչու են պարլամենտական պետությունները պահում։ Որն է նախագահական ինստիտուտի պահելու իմաստը, երբ որ նա չունի գործադիր իշխանություն, այսինքն իշխանության որևէ այսպես իրական իշխանության լծակ չունի։ Բայց պահվում է այս ինստիտուտը։ Այս ինստիտուտի ֆունդամենտալ նպատակը այն է, որպեսզի նա կարողանա ապահովել հայության ժողովրդի համերաշխությունը, միասնականությունը եւ դառնա այդ միասնականության սիմվոլը։ Նույնը ժամանակակից միապետությունների պարագայում է։ Ինչ են պահում այդ միապետի ինստիտուտը։ Օրինակ սահմանադրական, որտեղ նույնիսկ միապետի գոյությունը շատ սիմվոլիկ նշանակություն ունի։
Այստեղ պատմության, ավանդույթների եւ ազգային համերաշխության ապահովման գաղափարն է դրված։ Բրիտանիա, Նիդերլանդներ, Բելգիա, Շվեդիա։ Այո, այն պետությունները, որտեղ մարդիկ եկել են պետականության զարգացման էվոլյուցիոն այն մակարդակին, որ համարվում են ժամանակակից քաղաքակրթության առաջատար պետականություն ունեցող ժողովուրդներ, բայց նաև այս ժողովուրդները օրգանապես փորձում են կապվել իրենց անցյալի հետ։ Ընդ որում բացարձակ կարևոր չի, այդ ժողովուրդները մեծ պետությունների ժողովուրդներ են, փոքր պետությունների ժողովուրդներ են, սա բացարձակապես նշանակություն չունի։ Ինչու է այս ինստիտուտը պահվում, որտեղ այս ինստիտուտը երաշխավորում է ազգային համերաշխություն, իսկ ազգային համերաշխությունը դա պետության իմունիտետն է ներքին եւ արտաքին սպառնալիքների դեմ։ Այսօր մեր պետության տարածքում այն հանցագործությունները սահմռկեցուցիչ, որոնք կատարվում են, սրանք խորքում իրենց մեջ կրում են հանրային բևեռացվածության, հանրային անհանդուրժողականության, բաժանվածության կնիքը, եւ սա հետևանքն է այս ամեն ինչի։ Այն պահին, երբ որ պետության ներսում լինում է հանրային համերաշխություն, այսպիսի սահմռկեցուցիչ դեպքերը որպես կանոն չափազանց քիչ են լինում։ Եվ սա եւս հետևանքն է այն բանի, որ կա հանրային ներքին համերաշխություն, կա հանրային լայն կոնսենսուս ամենատարբեր հարցերի շուրջ։ Իսկ մենք ցավոք սրտի չունենք այդ կոնսենսուսը տարբեր հարցերի շուրջ։ Եվ 4-րդ հանրապետություն ասվածը խորքում հենց բախումն է հանրության տարբեր շերտերի։ Եվ այդ բախումը, ես ինչի ասեցի, այն կոնցեպտը, որով փորձում են մատուցել 4-րդ հանրապետություն, դա ձախողված պետականության եւս մեկ փորձ է լինելու, որտեղ դա արդյունքը չի լինելու հանրային լայն համերաշխության։ Այստեղ հարց խնդրեմ շատ հակիրճ, դուք ունեք առաջարկ հանրային համերաշխությանը հասնելու կամ տեսլական ունեք։ Ես գիտեմ շատ երկար, կարճի մեջ, երբ մենք խոսում ենք հանրային համերաշխությունից, հատկապես այն մարդիկ, ովքեր խոսում են, խորքում բնականաբար կա այն մոդելը կամ մոդելները, որոնք կարելի է վերցնել եւ կիրառել։ Ի վերջո մենք եզակին չենք աշխարհում։ Այս փորձությունների, դժբախտությունների միջով էլի անցնող ժողովուրդներ են եղել, որոնք կարողացել են գտնել իրենց իդենտիկ մոդելը եւ կիրառել եւ հասնել այդ հանրային համերաշխությանը։ Ես վստահ եմ, որ կա։ Ես պատկերացում ունեմ, ինչպես եւ կարծում եմ էլի շատերը ունեն պատկերացում։ Ես կարծում եմ սա մեր պետականության առաջ ծառացած թիվ 1 իմպերատիվներից մեկն է։ Ես կարծում եմ մենք ձեզ հետ մեր զրույցը անպայման կշարունակենք առաջարկների մասով, որովհետեւ շատ է խոսվում խնդիրների մասին, պարոն Պողոսյան, շատ, հիմա մարդիկ մեզ նայում են առավոտից իրգուն խնդիրների մասին, անդիմությունը, իշխանությունը քննադատում, իշխանությունը ընդդիմությանն է քննադատում, ի վերջո մենք լսում ենք քննադատական խոսք, բայց նորմալ, հասկանալի, ընդունելի եւ ամենակարևորը գործող առաջարկներ մենք համարյա չունենք, համաձայն եք իմ հետ, թե ոչ։ Ես համաձայն եմ, բայց այստեղ կա նաեւ պատճառ, ինչու է այդպես։ Տեսեք, երբ որ մենք հանրային բաց սկսում ենք խոսել առաջարկների մասին, անպայման հայտնվում են մարդիկ, ովքեր փորձում են ոչ թե բովանդակային իմաստով, այլ քաղաքական նպատակահարմարությամբ ելնելով սևացնել, չգիտեմ, ինչ-որ բաներ գտնել, հետևաբար հատկապես գիտահեն առաջարկները միշտ ծնվում են այլ միջավայրում եւ այլ վայրում։ Այլ հարցը թե ինչպես է մատուցվում հետագայում հասարակությանը։ Այստեղ սևացնելու եւ ասենց ստորադասելու այդ ամեն ինչը մենք արդեն էտի անցել ենք, բայց հավատացնում եմ ձեզ առանց ինչ-որ այլևայլության հայ ժողովուրդը, հայ մարդիկ, հայերը, այ մարդիկ ովքեր են հիմա մեզ նայում են, արդեն շատ լավ են, որ ասում են թացը չորից տարբերում են եւ ինչքան ուզում են սևացնեն, չսևացնեն, նսեմացնեն, նախանձեն, անեն, այդ նախանձը որ կա, բոլոր առումներով, հա, ինքը չի աշխատելու եւ ավելի քան համոզված եմ հասկանալի առաջարկների դեպքում հասկանալի, պարզ եւ իրագործելի ոչ թե կենացային մակարդակ, ուզում ենք լինեն չաղու բախտավոր, կամ ուզում ենք պատերազմ չլինի, կամ ուզում ենք խաղաղությունը եկավ, չէ։
մեխանիզմը ոնց է դառնում, նորմալ է մարդկանց կողմից կընդունվի։ Շնորհակալություն պարոն Պողոսյան, ես սիրում եմ էլի պոզիտիվի վրա հաղորդումը ավարտել։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօր մեր հյուրն էր, հիշեցնեմ ձեզ, քաղաքագետ Արաներ Պողոսյան։ Մենք ձեզ հետ, պարոն Պողոսյան, զրուցելու ենք այս թեմայով, շարունակելու ենք մեր հանդիպումները։ Դե ինչ, քննարկեցինք այն հարցերը, որոնք կարծես թե ամենաարդիականն էին շաբաթվա ընթացքում, բայց դրա հետ մեկտեղ չեմ կարող չհիշատակել այն սարսափելի հանցագործությունը, որը տեղի էր ունեցել Մերձավանում, որտեղ գնդակարվել էր Փարաքարի համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը։ Ես վարկածներից մի կողմ կկանգնեմ, ես հիմա ոչ մի վարկած չեմ հնչեցնի, շատ պարզ պատճառով, որովհետև առաջի հերթին վաղ է, երկրորդ հերթին չեմ ուզում մարդու կյանքը քաղաքական շահարկման առարկա դարձնեմ, չեմ ուզում։ Սխալ է դա։ Բայց այստեղ Ժորժ ջան, ուզում եմ մի շատ կարևոր մի հարցի շուրջ խոսել, հա, որը մեզ համար, բոլորիս համար առանցքային է այսօր, բայց որի վրա կարծես թե մենք ուշադրություն չենք դարձնում։ Խայտառակ անհանդուրժողականություն է տիրում Հայաստանում։ Խայտառակ ատելություն է տիրում։ Եվ կան սուբյեկտիվ պատճառներ, կան օբյեկտիվ պատճառներ, բայց այսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ նույնիսկ ընտանիքներ են քանդվում։ Չէ՞ քաղաքական տեսլականի ներքո։ 1000 տարվա ընկերները իրար հետ չեն խոսում։ Հարևանները իրար հետ կռվում են։ Եվ սա հատվածային գործընթաց չի, դուք գիտեք, որ դա այդպես է։ Դա տեղի ունենում ձեր աչքերի առջև, հարգելի հեռուստադիտողներ։ Մեր բոլորիս աչքերի առջև։ Հիմա հարց է ծագում, հնարավոր է կառուցել պետություն, հասարակություն, հասնել ինչ-որ մի դրական, հա, տեղաշարժի, եթե համատարած ատելություն է երկրում։ Եվ այնինչ մենք գեներացնում ենք մեր մեջից, ինքը ձևավորում է այն միջավայրը, որտեղ մենք ապրում ենք։ Մենք կուզենանք, որ մեր երեխաները ապրեն ատելության միջավայրում։ Ներհայկական ատելության։ Խոսքը ներհայկական ատելության մասին է։ Չէ, չենք ուզենա։ Որովհետև ներհայկական ատելությունը քաղցկեղի պես խժռում է մեզ բոլորիս։ Խժռում է մեր երկիրը։ Խժռում է ի վերջո մեր երեխաների ապագան։ Ուր են գնում, ինչի ենք մենք հասնելու ի վերջո։ Ինչ ենք մենք ի վերջո ստանալու, հա։ Հասարակություն ոչ, ամբողջ ենք ստանալու։ Պետություն ոչ, ինչ որ միավոր ենք ստանալու։ Այ օրինակ, Ադրբեջանի ռազմական բյուջեն ավելացնում է 2026 թվականին։ Ինքը բաց ասում է, ես ավելացում եմ ռազմական բյուջեն, որ հայերին միշտ այսենց ընկճված վիճակում պահեմ։ Հեռանկարն էլ դե արևմտյան Ադրբեջանը մենք էդի հասկանում ենք։ Հիմա երբ որ մենք հակառակ պնդում ենք, ասում ենք, չէ, խաղաղություն է եկեք բյուջեն կրճատենք։ Դուք գիտեք, որ բյուջեն է կրճատվել։ Ռազմական բյուջեն Հայաստանի Հանրապետության։ Կրճատվել է $200 միլիոն ավել։ Սա լը նախնական տվյալներով։ Գիտեք ինչի համար է կրճատվել։ Ուրեմն Ադրբեջանը բյուջեն ավելացնում է ռազմական, իսկ մենք մեր բյուջեն կրճատում ենք ուշադրություն։ Նրա համար, որ մենք գնում ենք դեպի խաղաղություն, որ տրամաբանությունը ասում այն, եթե գնում ես դեպի խաղաղություն, ուրեմն պետք է բյուջետ կրճատես։ Կա տրամաբանություն։ Կա, բայց միայն մեկ պատճառով։ Եթե հակառակ կողմը անում է նույնը, եթե հակառակ կողմը իր բյուջեն ռազմական ավելացնում է, եթե հակառակ կողմը մեզ սպառնում է առավոտից իրիկուն, որ պատերազմ է սկսելու, եթե հակառակ կողմը պնդում է, որ խաղաղությունը իր տեսլականի ներքո, խոսքը Թուրքիա-Ադրբեջանի մասին է, եզրափակվում է միայն իրենց նախապայմանների իրականացման, հա, գործընթացի տրամաբանության մեջ, դա ինչ խաղաղություն է։ Դա խաղաղություն չի։ Դա խաղաղություն չի։ Երբ որ մեզ ասում են սահմանի վրա չեն կրակում, գալիս է երկրորդ հարց, սահմանի վրա չեն կրակում, բայց ներողություն։ Եթե նախապայմաններ են իրենք ուզում ստեղծել, որ մտնեն մեզ, ներողություն, մեր ննջասենյակներում մեզ սպանեն, ինչ տարբերություն կրակում են սահմանում, թե չէ։
Եթե մեր ուզածը խաղաղությունն է, ապա խաղաղությունը ռազմական բյուջեի կրճատումով չի գալիս։ Այո, միջև չլինի հանրային համերաշխություն, մեզ հատիկ կջարդեն։ Այո, հատիկ, եւ Թուրքիա եւ Ադրբեջանի երազանքը հենց դա է։ Թույլ չեն տալի, որ մենք գոնե, այն որ ասում է, թացը չորից սկսենք տարբերել, իսկ գիտեք ինչի թույլ չեն տալիս, որովհետեւ միշտ ստրեսային իրավիճակում մեզ պահելով փորձում են մի իրավիճակ գեներացնեն, որի ընթացքում մենք ուղակի սթափ եզրակացություններ կամ մտածել ունակություն չենք ունենա։ Հարգելի հեռուստադիտողներ, մենք ուրիշ ելք չունենք, մենք պետք է դուրս գանք այս ատելության օղակից։ Մենք պետք է ի վերջո հասնենք հանրային համերաշխության։ Ինչպես հասնենք, ոնց դուրս գանք, ոնց այդ շղարշը, հա, պատրվակների, որոնք այսպես պատել է մեր գիտակցությունը, ոնց տակից մենք պետք է դուրս գանք։ Այդ ամենի պատասխանը գիտեք դուք։ Եվ եթե ունեք առաջարկներ այս մասով, եւ ոչ միայն այս մասով, առհասարակ, թե ինչպես դուրս գանք այս իրավիճակից, խնդրում եմ գրեք։ Գրեք եւ ես խոստանում եմ, որ այդ բոլոր առաջարկները իրենք համ քննարկման առարկա կդառնան, համ կներառվեն առաջարկ Հայաստանին ծրագրի մեջ։ Սա միանշանակ։ Եկեք փորձենք մի վարքյան բոլորս ձերբազատվենք ատելության զգացմունքից, ներհայկական ատելության զգացմունքից։ Փորձենք շուրջներս նայենք, փորձենք ի վերջո հասկանանք, որ ատելությունը դա մի գործիք է, որով մեզ բոլորիս փորձում են ջարդել։ Չի ստացվի, չեն կարա։ Եթերում Աբովյան Թոքներ եւ ես Արման Աբովյանը կհանդիպենք հաջորդ անգամ։